Պարոն Խանդանյան, երեք ազգային ժողովում լրագրողները փորձեցին ակցիա իրականացնել, իրենց դժգոհությունը արտահայտել պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ, դրանից հետո տեսանք, թե ինչ եղավ, ինչպես ՊՊՑ աշխատողները հարձակվեցին լրագրողների վրա, պաստառը խլեցին քաշքշելով եւ զուգահեռներ անցկացվեց, այդ թվում նաեւ իմ կողմից տարիներ առաջ ազգային ժողովում նույն ակցիայի, երբ որ լրագրողներն ակցիա իրականացրեցին, որի մեջ դուք եք եւ այդ ժամանակ ձեր հանդեպ ոչ բռնություն իրականացվեց, ոչ ձեր պաստառը խլեցին, ընդ որում տարբերությունը նաեւ նրանում է, որ դուք հենց նիստերի դահլիճում եք իրականացնում, իսկ լրագրողները օթյակում, որը նախատեսված է այնտեղ իրենց գործունեությունը իրականացնելու համար։ Ես նախ ուզում եմ ասեմ, որ երեք երբ ավելի ուշ տեսա, թե ինչա տեղի ունեցել օթյակում, ինձ համար դա տհաճ էր եւ ցավում եմ, որ նման դեպք է տեղի ունեցել։ Ես հասկանում եմ, որ պետական պահպանության ծառայությունը գործել է իր լիազորությունների շրջանակներում, հաշվի առնելով նաև, որ կառավարությունը ողջ կազմով ներկա էր նիստերի դահլիճում եւ ենթադրաբար վստահ եմ, որ գործել են կանոնակարգերի սահմաններում, որը կա, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ ռեակցիան ավելին էր, քան պետք է լիներ, եւ եթե իմ կողմից ներողությունը իմ լրագրող գործընկերներին բավարար է այս իրավիճակը շտկելու համար, ես պատրաստ եմ ներողություն խնդրել ձեզնից այս իրավիճակի համար եւ նաեւ գիտեք, որ ազգային ժողովի նախագահն է այսօր նաեւ անդրադարձել այս թեմային։ Ես կարծում եմ, որ որևէ արտառոց բան չկա, որ լրագրողները ակցիա են իրականացնում եւ որոշ հարցեր են բարձրաձայնում նման կերպ, այս անգամ ձեր գործընկերոջ իրավունքները պաշտպանելու տեսանկյունից 2013 թվականին էլ մենք փորձում ենք Հայաստանի անկախություն եւ ինքնիշխանությունը պաշտպանել մեր գործողությամբ։ Այո, դուք ճիշտ եք, այն ժամանակ մեզ որևէ մեկը դուրս չհրավիրեց նիստերի դահլիճին եւ մենք իրականացրեցինք ակցիան, բայց ես կարծում եմ միայն այս դրվագով դատել ժողովրդավարության մակարդակի եւ տարբերությունների մասին մի քիչ սխալ է եւ ես տեսել եմ այդ բոլոր գրառումները, որոնք ինձ նշում էին երեք եւ չեմ արձագանքել երեք, բայց երազեի ինձ այն ժամանակ դահլիճից դուրս հանեին, բայց օրինակ դահլիճում նստածները ընտրված լինեին այնպես, ինչպես ես եմ ընտրվել, կամ կուզեի իմ դահլիճում նստածների գույքի եւ ֆինանսական միջոցների ծագման աղբյուրները նույնը լինեին, ինչպիսին imն է կամ եւ նման այլ շատ բաներ կարող եմ ասել, էլի, բայց ես կարծում եմ, որ բայց ժողովրդավարական ես անձամբ իմ մասին չեմ խոսում, ես ընտրությունների որակի մասին եմ խոսում ու այդ դրվագով միայն ժողովրդավարության մասին դատելը կարծում եմ ճիշտ չէ, բայց ինչ որ տարիների ընթացքում լրագրողների նկատմամբ ձեր խմբակցության առանձին պատգամավորների կողմից եղել են հարձակումներ, թիրախավորումներ, հեռախոս խլելու փորձից մինչև վիրավորանքներ, ես կարծում եմ այնքան ազատ այդ թվում եւ լրագրողների անձնական կյանքին վերաբերող երեխաներին, հիմա դուք ասում եք, որ ես կարծում եմ այնքան ազատ միջավայրում, որ ինչպիսին այսօր է երբևէ Հայաստանի լրագրողները չեն գործել, որևէ մեկը, ես միջադեպի մասին արդեն խոսեցի եւ ասեցի, որ դա թաբել է միջադեպ էր եւ որով հնարավոր չէ դատել խոսքի ազատության, մամուլի ազատության կամ ընդհանրապես ժողովրդավարության մակարդակի մասին Հայաստանում, այնուամենայնիվ լրագրողները այսօր Հայաստանում վրա երթի չեն ենթարկվում, այսօր լրագրող բանտարկյալներ չունենք, մենք Հայաստանի բանտերում եւ նաեւ այս ժամանակ լրատվական մթնոլորտը միջավայրը եւ այն ովքեր որ տիրապետում են լրատվամիջոցներին բոլորովին այլ էր եւ այլ մարդիկ էին։ Ձեր անունից խնդրում եմ, էլի ասեք, հիմա դուք ասում եք որ այն չէին ենթարկում ավելի ազատ է։ Ես դրվագ երբ օրինակ երբ որ լրագրող եք եղել ձեր գործունեությունը, օրինակ իմ գործունեությունը խոչընդոտվել է, ես դրա օրինակը կարող եմ սահմանափակումները անձամբ ես ներկայացրել եմ լրատվամիջոց, որի լսարանը շատ մեծ չի եղել եւ նոր լրատվամիջոց էր եւ մենք աշխատում էինք, փորձում էինք հնարավոր սահմաններում ազատ
լրատվություն մատուցել, բայց նաև պիտի հաշվի առնենք, թե լրատվական դաշտի ինչ մոնոպոլիայի էր ենթարկված այն ժամանակ եւ պիտի խոստովանեմ, որ այդ մոնոպոլիան հեղափոխությունից հետո այդքան էլ չփոխվեց, ուղղակի հիմա ընդդիմադիր մոնոպոլիա կա լրատվական դաշտում։